Գեորգ ջան, սովորաբար այս ժամերին ինչով եք զբաղված լինում։ Մագա ջանի մոտ այնքան հյուրեր են գալի դրսից, որ ես համարյա ժամանակ չեմ ունենում, էլի։ Ուղղակի հիմա որ գիտեի որ դու գալու եք, դրա համար ոչ ոքն է ժամի չեմ արել, որ հանգիստ լինեմ, կարողանամ ձեզ ընդունել նորմալ։ Это все именовой духи, идут все знаменитых Кипра. То есть вот именовой духи все. Вау. A special interview presented as a gift from Crossroads with Elizabeth Friedrich. Georg Simonyan. Նախ ես ուզում եմ ներկայացնել Գևորգ Սիմոնյանին, հանրահայտ պարֆյումեր, բայց ամենակարևորը լավ մարդ եւ իմ լավ ընկերը։ Հետաքրքիր է թե պարֆյումեր Գևորգ Սիմոնյանն ինչ ավտոմեքենա ունի։ Մի մեքենան է Honda CR-ը, բայց հիմնականում ես չեմ վարում, եղբայրս է վարում, որովհետեւ ես համստեղ ապրում եմ, համի արտվանից իրիկուն ստեղ աշխատում եմ, մոտ լիքը հյուրեր ունեմ, շատ քիչ եմ տեղ գնում ու այդքան չեմ վարում։ Առաջին ավտոմեքենան կմտաբերեք։ Առաջինը Mercedes-ը է։ Հիմա երկրորդը նորսա։ Իսկ ինչ մոդելի Mercedes էր։ Մագա ջան, ես ավտոմեքենայից այդքան շատ չեմ հասկանում, մեկ է կանացի շատ չեմ հասկանում, մնացած ամենի շատ ուժեղ հասկանում եմ։ Իսկ կապոտը կկարողանանք բացել։ Կարող ենք։ Ստեանքա չէ։ Ահա։ Դուք ինչ ես ասի։ Լավ է սեր։ Չէ, դա բենզաբակն է։ Նա դե չեմ իմանում։ Սա պետք է այստեղ լինի։ Չքանդենք ավտոն։ Բացի։ Այս ինչա։ Համատեղ ուժերով բացեցինք կապոտը, մի փոքր յուղոտվեցի, բայց ոչինչ։ Շարժիչի տվյալները չգիտենք։ Չէ, ես չգիտեմ։ Որ ընթացային մասերի անվանումները գիտեք։ Այս շարժիչն է, ակումուլյատորն է, դեր սա բաճոկ մաճուկներն են, էլի Մագա ջան հիմնականում։ Ժիգուլի վախտերը, որ կա սովետականը շատ բարձ ու հանգիստ է, եսի ավելի խառն է, ավելի բարդ է։ Պապայի վախտը 06-ն է, եղել 06-ին եմ սովոր։ Այն վախտը ամենաուժեղը Ժիգուլին էր։ Հիմա այս թազակը լրգուլի ձևի է։ Ձեր ավտոտնակները յուրահատուկ են։ Մենք հիմա միասին կպարզենք թե ինչու։ Ես հեսա մեծ սիրով իմ ավտոտնակները ցույց կտամ, ամեն ավտոտնակի մեջ մի հատ թանգարան է բաց է։ Համեցի Մագա ջան, շատ չզարմանաս։ Գարաժի մեջ մառան է բաց է, քեզ շատ հետաքրքիր կլինի։ Էսի սաղ իմ հավաքածուն է։ Ամեն ինչ դենց եմ արել, որ մարդիկ մտնեն, անգնեն 1800 թվեր, հիշեն հիշողությունները տատիի մոտ, այդպես մարդիկ որ գա ու իր վրա չազդվի։ Սի 5 Coca-Cola շերը սենց այլ է։ Էսի քույր կապված են, այ, մեքենա կոյնակ։ Հայրի բաննա չէ, ամեն ինչի մեջ կոյնակ։ Սի կոֆեն բովե փեջի վրա, տատիները մեր, դրել են կոֆեն լցել են, բովել են։ Էսի շատ հետաքրքիր, բոլորին ցույց են տալիս, սա զարմանում եմ, ուտես այս բան չեն տեսել։ Էս էլ է շատ հետաքրքիր, էլի սա զարմանում։ Ես փրկեցի։ Կարևոր շիշը։ Նայ Մագա ջան, հոп։ Ես ասենց անում բոլորը զարմանում են, վախտերով sense լիքը բաներ ա եղել։ Էսի ճերակա, նավթը լցել են ստեղ, ստուց, կտորը դրել են, ստուց արդեն վառել է։ Ու ինքը որ արտական վախվա է, արևա, էսի օծի գլուխը։ Այն վախտերով ճերակա sense ա եղել։ Որքան ժամանակ է պահանջվել, որպիսի այս տարիների ընթացքում եմ հավաքել բոլորը։ Ու մեծ գումարներ եմ դնում ու կա մարդիկ որ նվիրում են, բայց հիմնականում գնում եմ։ Ու շատ եմ ուզում ավելի մեծացնել, որ մարդկանց ուրախացնեմ, զարմացնեմ։ Իմ մոտ էլ գումարով չեմ անում, մարդկանց կարամ ցույց տամ մեծ սիրով։ այդ դեպքում եկամուտը որտեղից։ Ես իմ բրենդ ունեմ Գևորգ Սիմոնյան, Viber-ում եկա, Ozon-ում եկա, ամենտեղ կանականի մոտից է գնեն, իմ բոլոր եկամուտը մենակ իմ դուխիներով իմ բրենդով է։ Իսկ սրանք ես անվճար անում եմ։ Դրսից լիքը հյուրեր են գալիս, բոլորին զարմացնում, մշակույթն են մեր ներկայացնում, մեր հայկականը ու բոլորը ապշած գնում են։ Նայ Մագա ջան, էսի սաղ իմ գինիների կոլեկցիան է, սրանք սաղ 2003 թիվ է, սաղ գրած է։ Տիգրանի սորտ, ինքը ինչքան գնում է, ինքը այնքան հնում է, փոշին զգուշ մենակ, այս փոշին է, իր էֆեկտն է սիրուն է։ Նա այս լամպերն եմ շատ հավաքում, որովհետև սաղ ով գալիս է, ինքը հիշում է, որ 90 թվականին որ լույս չեղե, ոնց է ինքը դպրոց գնացի, մոմի լամպի տակ իրանք բան են արել, էս էլ է շատ հավես։ Այստեղ զենքեն եմ, թուրը, արբալետը, վաղտ Ռոբին Գուդը որ նայում ենք, սաղս գազ նետո աղերով են բանանում։ Այս դրանք որ ձեռնոցները հակել են, այն վախտերով, որ թուրը բան չանի, հատուկ տես գործված կա, հա ինքը շատ բան է, ծանր է զգուշելի։ Կաչուգան են ասում, եթե չեմ սխալվում, որ տեսա հիշեցի լացել եկա փոքր վաղ պապան բերում էր, այսին ապլիկացիան են այ բոլորիս տունը կար ու սաղի փողերը գնաց կորավ ցավոք սրտի։ Թերթով է կարում էին բանանային ստուգեին, պապա միշտ բերում էր, էսի ստուգում էինք ու տես տեսա, բայց էլ բանեն է, որ սաղի փողերելի գնաց կորավ, որ գրքույկներն է, չգիտեմ, խեշ մարդը փողերը տարել բանկում պահել է ու տես գնաց կորավ։ Կա որևէ նմուշ, որը շատ թանկ է քեզ համար։
Մագաջան, ըստ ինչը որ կա, բոլորը մեծ սիրով եմ արում, իմ համար բոլորը թանկ են ու արժեքավոր, որտեվ ամեն մեկը ինչ որ մի մարդու հետ կապված է, ասենք բաներ կա, որ պապիս հետ է կապված, մեկը տատիս հետ, մեկը պապայիս հետ, մեկը իմ մանկության հետ, հետո մարդիկ գալիս են, որ ասենք իրանք հիշողությունն են հիշում վայ ասում ես երեխա վաղ տեսեմ ունեցեք կամ տատին, այդ ամեն ինչը արդեն թանկ ու իմ համար արժեքավոր է։ Ամենաշատը ուրախանում եմ ես կասովի ապարատի փողերը, որտեղ պապայիս հետ է կապված, պապաս Կարապգասոնի բաժնի վարիչն է, Դու մտնում խանութ է կասովի ապարատը սենցել, էսը իր արկղը բոլոր իր փողերով սովետական։ Եվախ մարժեն 20 կոպեկ է, որ 5 ենք ստանում, պապաս 1 ռուբլ էր տալի։ Էսեն 5 օրինակներն է, Pepsi շիշը Լիբանանից են բերել, որտեղ սովետում սես չէ, էլի։ Էսը եկեղեցական բաժակա, բոլորին զարմացում եմ, սենց բացում եմ, հոպ, ու ինքը շատ հավես է։ Այս 200 տարվա տերեխներ են, կովի կաշվիցա սարքած, էսի շատ ուժեղ է, սա բոլորը զարմանում են։ Որտեղից ես պեղել, Գևորգ։ Եմ էլի։ Էսի պորտման է, մի 200 տարվա կարա լինի հին, իր կոպեկներով հին։ Այս կոպեկներն ասում են դվինից են գտել, չգիտեմ, ես բաներկա տես չեմ հասկանում, ու ամենակարևոր բանը այս բալանին է, այսի շատ ուժեղ բալան է, շատ եմ սիրում, փոքր վախտել է լիքը բալան է հավաքում, այսի մեր բալանի սարքով բետոնա նվիրել ինձի, ու ինքը մի կտորից է, շատ հին է, ու ինքը մի կտորից, ասենք շատ դժվար է այսի սարքել էլի, ու այսի շատ հավես է։ Որտեղի բանալիները։ Էսի ասում են կոնդի եկեղեցու դրան բալանի կարող է լինի, որտեղ այդ կոմերից են գտել, կարող է դե կոնդից է գտնված էսի։ Էսը մի 1500 տարվա էլի ուժա, էսի դվինից են էլի գտել ասում են։ Գևորգ ջան, տպավորված եմ, հրաշք էր պարզապես։ Հիմա անդե մի քանի հատ ավտոտնակ ունեմ, անդե էլի մեկը ֆոտոյի է, մեկը կինոյի է, մեկը հայկական, մեկը դուխիների դե թանգանը գիտես։ Հիմա այդտեղ էլի քեզ զարմացնում։ Էլուր։ Կա, արի։ Մագաջան համեցի, էս իմ կինոյի ու ֆոտոյի թանգարանն է։ Ուշքս գնում է սենակի համար, ստե դե մեր սաղ մեր դերասաններն են, ստե համ կինոյին եմ արել, համ ֆոտոյին։ Սրանք իմ հանած նկարներն է, էսի պապասա, փոքր վաղտ էլի զբաղվում էին, վախտերով դե սաղ սովետի վախտերով զբաղվում էին, էլի։ Ասում են ուզում ֆոտոգրաֆ դառնալ, բախտը չես պարֆյումեր դառնա։ Երեխեքը կա որ դասանով էքսկուրսիաներ են գալի, սրտան ցույց եմ տալի, որ իրանք հասկանան, թե ոնց է ֆոտոները հանվում։ Ու էդի սաղ իմ արածն է, իմ ուվլիցելնա բան, ուղղակի հիմա դեղեր մեղերը սաղ հին արդեն էլի, արդեն փչացած կլինի։ Ինչ կա գնում եմ ու չեմ ափսոսում, լավ մարդիկ եկա որ ինձ նվիրում են ու մեծ ուրախություն է իմ համար, էլի։ Հինը կանեն եմ հավաքում, մեկ կարող մեր տատիները լինեն, քոնը իմը չգիտեմ, ու դե ալբոմներով բանով հավաքում եմ ու էսի շատ հավես է։ Ինչ կինոյի ֆոտոյի տարած ոչ մի բան չեմ ափսոսում, սաղ գնում ու ապահովում եմ։ Գևորգ ջան, ես գիտեմ, որ շատ լրագրողներ են եղել այստեղ, լուսաբանել են։ Ինչն է իրենց ավելի շատ զարմացնում։ Իրանց բոլորին է շատ հետաքրքիր որ իմոց սա խառը, հիմա կարող է միտեղ լինի, ասենք ֆոտոյի թանգարան, մենակ ֆոտո լինի, կամ միտեղ մենակ կինո, իմը սա խառն է, այդ խառը իրանց ավելի հետաքրքրում է, էլի։ Որ ասես գալիս են տարբեր ավտոտնակ որ մտնում ելնում են ու զարմանկա ասենց ավելի շատ շարունակական գնում է միջև վերջում է արդեն դուխիների թանգարանը ցույց տալի, դե արդեն ընկնում են իրանց բոլոր իրենց մարդիկ որ դուխի չսիրի։ Շատ մարդիկ է գալիս են անձամբ ինձ տենալու, որտեվ իրանց համար ես ուրիշ ձևի մարդ եմ, էլի տարօրինակ, որտեվ տենում են էլի, ես էլ ուրախությունը, ուզմունքը որ ես տենում եմ, դրա համար ավելի շատ ուզում եմ էլի անեմ ու անում եմ։ Ես իմ դրոշ շատ է գալի, որտեղ փոքր վաղուց զբաղվել եմ, էլի սա հիշողություններ է։ Հետո ամեկը գալիս ասում վայ ես այն ապարատն եմ ունեցել, էսի տատիս հեռախոսն է, էսի տոտեսի միջն է ու սա ընկնում են 5 թվեր է։ Իսկ կան գործող խցիկներ։ Հիմնականում գործում են, ուղղակի որ արդեն չեն օգտագործում, բան չեն անում, մանր մուներ 90%-ին ստում է գործում է։ Էսին այք, էսի երազած ապարատն է, վախտորը երազում է սենց ունես, ի ֆոտո արուժեա կոչվե, սա ոչ է կենթանիներ են սպան, այդ կենթանին նկարել են, այք ինչ լավ է, այն վաղտ ամենաուժեղը Զենիտն է, Զենիտը դաժե Եվրոպա բան շատ են տարել, ու սա այն վախտերով շատ ուժեղ է։ Էս էլ իմ ապարատն է, Մարգաջան երեխա վախ որ ուժ գնում է իմ ապարատը հետս վեկալ է պապաս է նվիրել։ Քանի տարեկան է այս խցիկը։ Վախտ մի 85 թվերին են պապաս նվիրել է, ուստի ինչքան նկարավոր տենում է, սա ես ապարատով եմ նկարել, իմ դասընկերներն են, բարեկամներն են, պապաս կա, ու այնվաս զբաղվում ենք, ու այնվաս շատ հավես էր էլի։ Էսը իմ ամենահարժեքավոր ապարատն է։ Ուստի այդպես շատ խառը բաներ կա, էսի մեր հայկական հեռախոսն է, էս էլ է շատ ուրախանում եմ սրա վրա, Կարեն Դեմիրճյանի տղեն է արտադրել, ռոբոտների գործարանում են արել, սա գրած է Արմենիա։ Մի հատ է Կարեն Դեմիրճյանի հեռախոսը ունի, գործանից ինձ նվիրել են, հետո տարա Կարեն Դեմիրճյանի թանգարանում նվիրեցի, իմ համար շատ թանկ էր, բայց տարա իր տեղը աթոռի կողը հենց հիմա դրած է թանգարանում։ Մեկը էս սրանք է, որ մի շուտ մարդկան գա ցույց եմ տալի, ուրախանում են, էսի կինո կամերան են, այն վախտերով դեսենց կամերաներ չունեի հիմա, ոնց դուք լավ ունեք։ Սա սենց դե ցույց եմ տալի երեխաները ոնց են անում, սենց արել են ու սենց նկարելով գնացել են։
Էսի սաղ է սովետի վախտվանա, հետո դրանից հետո արդեն սրանք են եկել։ Սրանք են վախտերով ով որ ուներ ամենահարուստներ, մի հատ Ժիգուլու փող ա եղել, այնքան թանկ էր։ Էսի սովետի վախտով վիդեոներն է, սաղ այդում պրակատ են վեկանում, էս է մեր կոմունիկացիա շուկայի ռադիոն է, որ մարդը կորով խոսում են, ասում են երեխա է կորե, շուկայից բերեցի ինձ հիշատակում է, որտեղ կոմունիկացիա շուկան ինձ շատ հարազատ շուկա է, որտեղ սաղ իմ մանանդ է անցել մանկությունը։ Քանի տարի է որ այս տարածքում ես ապրում արդեն Գևորգ ջան։ 74 թվականին 75 թվականից արդեն ստեղ ենք եղել, հենց կոմունիկացիա շուկայի բակում ենք ապրել։ Որ պապան մահացավ, ես 90 թվականին արդեն շուկայում առևտուր էինք անում ու այն վախտերով ինչ ասես չենք զբաղվել, այս անդեց ես ցույց կտամ, իմ թանգարանը սարքել եմ։ Էսի կինոյի բան ուկրաինական է, գրածա Ուկրաինա, այն վախտերով կինոներ են ցույց տվել, բայց ամենայն սիրածը սա է, իմ լավ պատվիչիկներից մոտ լավ աղջիկ երեխա կար, իր պապին էր, ինձ նվիրեց, այսել իր պապի անունը, ասենց թողեցի թանգարանում ու այն վախտերով դե գիտեք, ես ինչ այդ մենք նկարվում ենք, ուսող մեր հիշողությունն է, ամենահինը սա է։ Այս սրանք են շատ հին կոդակներն են։ Սրանք էլ արդեն գիտեք, որ արդեն հելել էր, դրանից հետո պալարայտին է ու խառել, ամեկը մի ձև։ Մագաջան ես հեռախոսները երեխեք որ գասեն ցույց եմ տալի, ասեմ ես մեր վախվա iPhone-ներն էր։ Այն վաղ բոլորի համաները անգիր գիտեինք, ավելի պարտաճանան չէին, ավելի Բոլորը հասանելի։ Այն վաղ սա ուրի ձև էր, էլի։ Ես էսա հիշողությունները ու ամեկը գալի հիշում է իր անցած ճամփեքը։ Գնանք մյուս սենյակ։ Ինչքան հայտնի մարդիկա գալիս են, սաղ այդ ընկերություն եմ, սաղը շփվում եմ, ջայլ երեխեքին բիզնես են սովոր ասում, մշակույթի մարդկանց եմ օգնում, արվեստի, բոլորին ուղղություն եմ ցույց տալի, բոլորի իմ հնարավորություններով կապում եմ իրար։ Ինչ կարում եմ անում եմ, ստեղ էլ իմ թանգարն եմ սարքել, բոլորին հետաքրքիր է, թե ոնց եմ սկսել, ոնց եմ դառել, իսկ ձեզ էլ է հետաքրքիր։ Գևորգ ջան, ինձ թվում է, այստեղ նաև արժե ասել մեր ակումբի մասին։ Մենք մեր ակումբն ենք ստեղծել Արսեն Մուրադյանի հետ ու լիքը լավ բաներ անում ենք, դու գիտես այդ ինչա, բոլորի կապում ենք, բոլոր լավ մարդկանցով հավաքվում ենք, մեկս մեկին օգնում ենք։ Ինքը բոլոր հայերը որ հավաքվեն իրար օգնեն, միասնական լինեն, շատ կարա օգուտ տա թե իրանց թե հայրենիքին։ Մենք դա անում ենք, դու էլ անձամբ շատ լավ գիտես Մագաջան։ Այո, ինքս էլ այդ ակումբի անդամ եմ եւ շատ ուրախ եմ։ Օխադարս մեկս մեկով։ Այստեղ խառն է, հիմնականը էլի հայկականն եմ արել ու շատ եմ ուրախանում։ Այստեղ որ հիմնական դեպի մոտը շատ դրսից տուրիստներ են գալի, էլի գումարով չեմ ամ, գիտես, ուղղակի մարդկանց ամեն ձև ընտրում ճամփ եմ դնում։ Էսի ցույց եմ տալի թե մեր հայկական խալու ոնց են գործում, փոքր ստանոքն է, պուճուրնը։ Էսի տա, էսի կատը որ կա, ցույց եմ տալի թե ոնց են բացատրում, էլի թե ոնց են մեր տատիները արել, էսի թելի բաներն է որ գործել են։ Էսի բանն է։ Չէին ասում մոռացանում է ճախարակն է, բոլորին ցույց եմ տալիս, ու ստեղ էլի խառը, էսի որ բուրթը բանում թել են սարքել, սրանը չգիտեմ, էս էլի հիմոկրատներ եմ հավաքում իմ ամենա հավեսա, խալիներ եմ ցույց տալի, թող խալիների մեջ մեր հայկական զարդերը գիտես կա մեծ պատմություն ունի, իմ ամենասիրած խալին սա է, Զվարթնոցն է կոչվում, նա ինչ հավես է, մեր հայ աղջիկը ու Զվարթնոց տարը ձեռքը, ու ասենք սա պատմություն ունի, էլի, այստեղ էսի որ Կիպրոսում ֆանտան եմ արել, այդ ֆանտանն է, բերել եմ մտե Էսի փողն է, լիքը փող եմ հավաքում, ըստ էսի ցարական չհամադան է, ըստ հին փողեր էլի հագին ունեմ, խառն է էլի, ըստ այն խառը կա, էսի է շատ դուրս գալի, էսի ստե գրածա 10 միլիոն ու հայրեն գրածա ռուբլի, ինքը 4 լեզուներով է գրված էլի սա, դրան 5 կոպեկներ հիշում ես, 5 ռուբլի, 3 ռուբլի, սա խառը հավաքում եմ, երաշտական բաներ եմ հավաքում, էլի հավեսա, Այնի 45 թվիա, սրանք թազա են, այնի է հինը, կուզեմ ասա սեյնակալներ, որ սաղ զինվորականներ միտեղ հավաքեմ, ուղղակի տեղ չունեմ, հիմա որ մի եկա ավտոտնականի արագի մեջ սաղ կհավաքեմ, իմ ուզած ձևով էլի, հետո կուզեմ մի հատ ընդհանուր ժամերի թանգարաններ, որ ասեմ ինչ խառն է, որ զինվորականը առանձին լինի, ժամը առանձին լինի, հայկական առի, ժամերի թանգարան պատկերացա սաղ ժամը ու ինքը աշխատում է այդ ձայների մեջ, ցումա չեմ անում ինչ կարա լինի։ Մեկ էս է ժամեր ունեմ, մաղակի կայնացա, որ նստում ես զանգը տասը, գնում ես այն տատի թվեր, որ ասես այն որ դոմ սիրուն ձայնը գալիս է էլի։ Այս կոֆե աղացն դրա շատ դուրս գալի, էսի Չարենց հավանն է արտադրել, դեսի հայկական այն վաղ սաղ տեղերով բանը սարքում են։ Այն երեխա վաղտե տանջում են մեզ, ես տունը մարդ է գալի, տասին ասում են աղա, բայց սրանք է շատ ուժեղ, սրանք է շատ հավես։ Մեկ է ժամացույցներն եմ շատ սիրում, աստե լիքը հայկական ժամացույցներ կա, որ մարդիկ չգիտեն Երևան, Սևան, ցավոք սրտի այդ ժամացույցի գործարանը չկա։ Մեկ էլ էս մեբելն է շատ ուժեղ, լիքը մարդիկ գասին, անց հիշում են ես տատի տները, սաղի տունը սենց եղել է, ու ես մեր հարևանի տունն է եղել, ես հիշում եմ, ես որ տեսա դուրս շատ եկա, մի անգամից գնեցի։ Այս փեժներ ձմեռը գասենք ստե, հավաքվում ենք մենք մեր ակումբով, այն կարտոշկին որ դնում ենք, այն 90 թվերն եք, ես ձմեռը գա հավեցի, այս Շնորհակալ եմ, սիրով։ Ստեղել էլի սաղելի մեր մեծերեն Քրքորյանն է, ես շատ իրան հարգում
նշանակում եմ, ամենքս որ մի հատ ինչ-որ լավ բան անենք, որ կարողանանք բոլորին բիզնեսը սովորացնել, որ կարողանան ինչ-որ գումար աշխատեն, կարողանան հետագայում օգուտ տան իրանց մեկի հայրենիքին։ Ամենքս որ կարողանանք իրան նման ինչ-որ մի բան թողանք, ես էլ ուզում եմ հետևիցս ինչ-որ մի հատ պատմություն թողամ, որ պապասա թողեմ, եկեք քրքրքորեն ինչքան կարամ։ Ստեղ է Վեյնատունի նկարներն եմ էլի բանարը, ասում եմ կարան լիքը լավ մարտիկով հավաքվեն ու լիքը լավ բաներ անեն, ոնց որ մեր մեծերն են արել, դե ըստ ումա դժվար բան չկա, էլի կուզենան կանեն։ Ստեղ էլի սա իմ սիրած գրքերն է, Գարեգին Նեժդե, Քրքորյանի գրքերը։ Բոլորին հետաքրքիր է, թե ես ոնց եմ սկսել, ինչ եմ արել, բոլորին զարմանում, թե ոնց կարելի է հայկական պարֆյումեր դառնալ։ Այսի սա իմ պատմությունը հիմիկվանից թանգանես հավաքել եմ, որ ինձ հետո թողամ, ցույց եմ տալի, թե մոմ ծախելով ոնց եմ դառել հայտնի պարֆյումեր, Քրքորյանը թեր ծախելով է սկսել, ես ասում եմ մոմ ծախելով եմ սկսել։ 90 թվերին մենք շատ հարուստ ապրել ենք, պապաս մահացավ, ու ասենց 90-աշնանյա կյանքս փոխվեց։ 90 թվերին կայնում ենք շուկայի դիմաց, մոմ ենք ծախում, սուխոյ սպիրտ ենք ծախում, դրանով ապրում ենք, այն վաղ լույս գազ չկար։ Հետո դրանից հետո ոնց որ բոլոր հայերը կոշկակար են եղել, նստած տունը կոշիկ էի կարում։ Հետո պլիտա կիպիցենիկ սարքում էի, մի սեյնակում, տանը շուկային վաճառում ենք, սանը գումար է աշխատում։ Էսի իմ փողերն է, շուկայում կայնած փող ենք առնում, ծախում, այն վաղ change էին անում, չէ՞, ոտի վրա կայնած, ես դրանով եմ զբաղվում, էլի շատ հետաքրքիր էր։ Էսին վիդեոն է 90 թվերին կասետները ձայնագրում, համ ծախում ենք, համ պրակատ ենք տալ, այն վաղտերով տենց բաներ կար, մեր բակը ուրիշ կասետը, Կասանդրայի վերջի սերիաները բերել ենք, մենք մեջտեղները արդեն մեր մոտ կար, տենց սուշ ամեն ինչ անում ենք։ Էսի ցույց եմ տալի, որ դիպլոմս մենակ բարմեն է, դպրոցը հազիվ եմ պրծել, ընդունակ եմ եղել, բայց լավ չեմ սովորել։ Էսի մշակույթի վաստակավոր գործի վկայական են տվել, Տիգրամեցի մեդալն են տվել, Քրքորյանի մեդալն են տվել։ Սրանք սաղ իմ շախմատներն են, փոքր վաղ ինձ մի շախմատներ են նվիրում, Քերուս տվածն որ մահացել է, պապայիս տվածն է, առաջի կարգի շախմատիստ եմ, 3 տարեկան շախմատ եմ խաղացել ու շախմատը իմ կյանքում շատ կարևոր է, 10 քայլ առաջ տենում եմ։ Էդի շախմատից է մեկը իմ Վիզենյանն էլ է շատ ուժեղ, Չակրան էլ շատ ուժեղ է, երրորդ աշկս, 10 քայլ տենում եմ։ Էդի սա ինձ թվում է շախմատից է մնացել։ Դա իմ կարի մեքենան ու իմ մկրատն է, կարի մեծ գործերել եմ արել շատ, 60,000 տեսի եմ կարել, 60,000 տեսի, 110,000 տեսի գինիների վրա դրել ենք, նոր տարում մեկ է զատիկին, այն վաղտերով տենց գումար է աշխատում։ Էս էլ 33 տարեկան տղա է, նստած ականջով բրաստեցե բան է հավաքում, էս էլ իմ գործիքներն է, մեկ է հայկական կտորներով սրտոցներ էի կարում, 4 ամիս տես խառը արեցի, մի օր գնացի Զինգերի մկրատ, որ առնեի Գերգեսոչի կոպեկների համար, այդ տղեն ասեց սպասի, գնացի հելա անգա դուխիների տեղը, ասա դուխի դարա սենց։ Էսը սա իմ սիգարետներն է, շուկայի ամենաժող սիգարետ ծախողի 90 թվերին ես էի, թե հաթով, թե ящикով, թե բլոկով։ Ինչ անում էի, միշտ սրտանց էի անում, մարդիկ բոլորը սիրելով գասեն իմ մոտ։ Այստեղ իմ լոգոներն է, սերտիֆիկատների ամեն ինչի հետ կապված։ Սա շինարական գլխարկս է, սկզբից բանվոր եմ եղել, քարկաձող եմ եղել, արհեստավոր եմ եղել, տուֆի, հետո պրարաբ եմ եղել, կրասնադարել եմ դաժե մարդիկ տարե։ Այսինքն տենց թողել եմ էլի հիշատակ։ Շատ հետաքրքիր ճանապարհ ես անցել, Գևորգ ջան։ Դե կյանքը ստիպում է ամեն ինչի տակով տյանցնես, սովորես, անես, մարդիկ Վարությունները հաղթահարելով գիտեն sense օթից եկեն գելա, բայց sense բան չկա, ասենք կյանքի փորձերի բանի տակով եղել։ Այստեղ 90 թվերին է քո պապանն են ստեղ եղել, կարող են ինձ հիշեն, ես էսի 90 թվերին սեղանի քսա հենց այդտեղ որ ավտոն նոր կայնած է այդտեղ էր, էս էլ դրանից հետո դաժե այն վաղտել եմ դուխի վաճառը, այն վաղ դուխի $500 բանկաս է դրած որ ուշադին այդ կերևակ։ Իրանք է բակի երեխաներն են, հիմա սաղ իմ ընկերներն են դարես, այն վաղվանից իրաց բիզնես է սովորացնում, մեր սաղ ուժեղ բիզնեսմեններ են դարել, սրանք որ ящикով սիգարետներ էի վաճառում, էսի որ change էի անում դոլար ռուբլի ենք առնում ծախում, էսի Կրասնոդար որ Աբլիցովիշի բրիգադարը մենք տուֆն ենք հայկական շարում շատ հետաքրքիր, էսի Մոսկվա պովեր եմ եղել, մի 40 հոգու հաց եմ տվել, էսի Գելենջիկում բարմը վախտերը սա, էսի Գելենջիկում սեղանիկ սա, էս էլ իմ խավորն Աբխազ, սա Աբխազյանից ճանաչում է, 23 տարի առաջ որ ես ոչի բան չունեի, հենց աբխազները իմ կողին կայնան։ Ոյ, միջև հիմա մեծ հարգանք պատիվ ունեմ, նույնն էլ իրանք ստեղ։ Դրա համար ես Աբխազիան շատ սիրում եմ։ Մագաջան արի տեսու ենք եկել, բայց չվախենա, շատ զգուշ։ Արի համեցի։ Վայ։ Այսօ դու պարֆյումեր կինոյի մեջ ես ընկել, չենք մորթելու արխային։ Էսի պարֆյումերի շորերն է, էսի առաջի զոհն է, դրա համար ասեմ, որ մտնում եմ վախցնում եմ լավ։ Իսկապես վախենալ էր։ Ասենք կնիքս էլի կատակ եմ անում։ Էսի մի քանի օկոյանի ես եմ մորթել մազերը քերթե հանել եմ, դե կինոյի մեջ քերթում հանում է, չէ։ Էս այդ քերթելու դանակներն է, ասես արի վախացնում եմ, էսի կինոյի մեջի տապորն է, էսի կինոյի մեջի կանդալներն է, էս այդ արկղն է, որ ամեկը մի աղջկա հոտ է, ասում են մնացել է վերջի հոտը։ Հիմա կաստինգ ենք անում, դրանք վերջում ենք մորթելու։ Էսի այդ կինոյի մեջի
լաբորատորիան է, այսի երազանքս ուզում այսպես սարքեմ, հիմա համարյա ամեն ինչ հավաքել եմ շշերը բաները, ուղղակի տեղը չկա, հիմա այս ուղղությամբ մտածում եմ, այսի գլուխ գործոցս է, 1800 թվին գենի բրոկարը ֆանտան անում Ռուսաստանում, ջրի տեղը դուխի է գալի սենց պրոմնիկ են վեկալում, 10 օր հետո վերջանում գնում Իրան եմ անգալի, շատ ուժեղ ռեկլամային քայլ է, ես 200 տարի հետո Կիպրոսում արեցի ու շատ ուժեղ արձագանք եղավ, ընդել պրեզիդենտը կինը մինիստրեն բոլորին դուխներն են ցանում, ամեն տարի գնում եմ, մի քանի օր առաջ Կիպրոսից է եկել, էլի շատ ուժեղ արձագանք եղավ։ Աստե պորտուգալական սարքա, Մագաջան, պրիտը միացնում ենք, ծաղիկները լցում ենք մեջը, ջուրը ցիրկուլյացիայում, գալիս է եթերյան յուղ է, ստանում ենք դուխիները, սա հայկական ծաղիկներից է, Հայաստանում այս ծաղիկներ կար, ոչ մի տեղ չկա, դա արևից ու ջրից է։ Դրա համար մեր գինի կոյնակը էլի տարբերվում է։ Ըստ էլի մեծ կոլեկցիա եմ հավաքում, էլի թանգարանային, սա հավաքում եմ, էսի սա հիշողություն է մեր տատիների դուխիներն է։ Էսի Չիպոլինա դուխին է, սովետի վաղտո մանկական դուխի ա եղել։ Հետո այն վաղտ հավեսեր մենք սենց ենք դուխին անում, փչովիչեր, էսել իր պատմություն ունի։ Էսի հայտնի կրասի Մոսկվան է, ասեմ էսի քաշում ես տատին խալաթով գալիս է։ Էսե մանժենուարը, իմ այսինքն սա թանգարժեք դուխիներ են։ Կլիմատը կաղակի մանգամ, էսի հիմա արժեքավոր ու էսի վախվա է։ Հետո այն վախտերով առել են, սա ղոժիտների մեջ են դրել, պահել են, դրա համար այսպես մնացել է։ Ամաս երկար տարիներ այս օծանելիքից էր օգտվում։ Սա դե բաներ, որ կլիմատ մանժենուար օրցանում էր, էսե տրայնոյ ադիկալոնն է, Ստալինն է ցանե, բանը, սա Վարշավայում էս հոտնը է եկե, սա թրաշոց հետո էս են օգտվել, եկե բանը, ռուսները որ բարախչեղից են խմե։ Էս են վարոնգի հոտնը։ Էսը նայ Պուդրինենը, էսի սովետի վաղտո բոլորիս տները կար, դուխի բրիտվա, որ եթե մենք տուրիստական չամադան մեջ պամ եմ, մեր տուն եղել է։ Էսի 90 թվերին ամենաուժեղ դուխին եղել, պասուն է, վաղտ էտ էր մոդը, առաջի դուխից որ վաճառել է, բեր պասը դուխին եղել 90 թվերին։ Նայ Մագաջան, էսի սաղ ձեռքով ես եմ նկարել, իմ կոլեկցիան է, մեր մեծերին եմ նկարել ցուցահանդեսների համար ու դուրսն եմ ուզում անեմ, բայց ոչ թե անեմ դուխու համար, այլ չերես դուխի, որ մեր մեծերին կարողանամ ներկայացնեմ։ Իմ համար շատ կարևոր է, որ կարողանամ մեր մեծերին ներկայացնեմ։ Ստեղ է սաղ իմ կոլեկցիան է, արդեն մի 136 հատ հոտ ունեմ, բայց ամենաուժեղը 27 համարից Ֆերրանով դուխին է, դու դա գիտես ինչ է։ Այո, ես շատ լավ գիտեմ։ Արդեն բոլորը գիտեն ու սենց լիքը փախած բաներ եմ անում, հետաքրքիր։ Էսի պատկերացը քեզ են նվիրում, ասենք թիթիզի մեջ դեպի հարազատ մարդերն են սիրած։ Մեկը բացված դες դուխի մեջ է։ Նա էսը խմողների համար եմ, էսը հավեսի համար, պրիկոլի համար եմ, ասենք տաննավիր մեջ շիշը ուրախում ես ինչա գիտի խմելու բանա, եկե բացումը տենմա դուխիսա մեջ։ Էսը 74-ն է, էսը լա ուժը ֆերրամոն էքսկլյուզիվը սա, ստեղել իր բանն է։ Գինու հետ կապված իր այդ ամեն ինչ էլի բացիչ մաչից է։ Նա էսը նոր եմ արել, էսի էս թիթի սունկայը որ բերանսին քեզի նվիրում են, ասենք էսի կոմպլեկտ է, էլի մոտև ամեկը կա որ մարտիկա տարբեր հոտեր են սիրում։ Էսի սենց տարբեր հոտերով, էսի նվերների համար է, բայց ամենաուժեղս էսի է գիտես, դու ես սուրպրիզ ունես, հետո քեզ կասեմ, էսի պատկեսը քեզ նվիրում են, քեզ հարազատ մարդ, ու էսի մենակ յուրահատուկ մարդկանց է գնում, ստե ասում ես քեզ սիրում եմ, քեզ շատ եմ սիրում, ստե բացում ես, ստե պատկերացը քո անուն ազգանունն է, բացում ես տեղ իմ խոսքերն եմ ստորակցությամբ, տենում են դուխի ուրախան անուն ազգանուն տենում են ու շատ ուժեղ էֆեկտ է, էսի սա հայտնի մարդկանց է գնացել սա։ Հոտնն էլ այն ամենաուժեղ հոտնը։ Շատ նվիրում եմ Ակաջան, իմ համար դա ավելի մեծ ուրախություն է, որ ինձ ասում են գանք ձեզ ռեկլամ անենք նվիրեմ, բան կյանքում չեմ թողում, բայց որ հարազատ մարդ անում, ես սրտանց առանց դրա ես անում եմ, շատ կարևոր է։ Ամենասկզբից դուխիների վաճառքով էի զբաղվում, այդտեղ ես լիքը բաներ սովորեցի, ոգեշնչումը նա եղավ, որ կորոնան եկավ, կորոնայի վաղտ պարապ է, ասի լավ պարֆյումեր կինոն նայեմ, պարֆյումեր կինոից հետո ամեջ եկավ։ Այս ժամանակ էլ արդեն լիքը բաներ արդեն ուսումնասիրել էի, դրանից հետո հանգիստ եղա ու այս ամենը արեցի։ Հիմա որ ասեն արա, ես չկարողանամ էլ անեմ։ Ես ինչքան վատ դրության մեջ ընկել եմ, դրանից հետո ավելի ուժեղացել եմ։ Մոտ միշտ մտքեր ա գալի, այդ մտքերից գացես արագի մեջ անում եմ։ Մուսա, հա։ Հա, մուսա, իմը մուսայևա ու այս վիդեոներ շատ ուժեղ է։ Ես չակրաներ եմ բացում, դե ամաներ եկա, ուզես քոնը կբացում։ Շատ ուժեղ է։ Ես քոնը լավ բացած է, քեզի պետք չի դկա։ Ոնց որ ինձ հոտեն ա դուր գալի, հենց ձայնեն ա դուր գալի։ Սա տարբեր տեբեսկի չաշկաներ են ու իրանքն էլ թանկ են էլի ու ամենը տարբեր ձայներ է հանում ինքը շատ ուժեղ է էսի ամենասիրածը հիմա նա ինչ հայտակրիչ ձայն է հանում այ ինքը եկեղեցու զանգի նման ինքը շատ ուժեղ ազդում է ու շատ ուժեղ բան անում նա բացում է եկեղեցիկ դաշտերը Սա
արդեն ուրիշ է, ամեն ինքը չի կրկնվում ու ինքը ամենը տարբեր է, այս որ անում եմ, այդ ձայնայինը թերապիայում ինքը շատ ուժեղ բան է լինում։ Հիմա մի հատ ջրով փորձենք, դեսի շատ ուժեղ է լինում, ու կարող դուրս բան տեսած չլինես։ Այ ոնց է խաղում։ Ահա, լավ էլ գնաց։ Լավ էր։ Ինչ տեղի ունեցավ։ Էսի ռեզոնանս են ասում ոնց որ ինքը ռեզոնանսանում ինքը այդ բանի շփման հետո ինքը սկսում է այդ ալիքները խաղալ։ Ու ինքը որ մարդու որով գնում ես, ինքը խփում է, ինչքան բլոկներ կա բացում են, եկեք դաշտը սա բացում ենք, շատ ուժեղ բան է։ Եմ որ ասում էիր արի զարմացնեմ, ասեմ որ հաջողվեց քեզ։ Չեմ վերջ ասել, սա դու խիսակես ավելի կզարմանաս։ Ես ինքս եմ պատրաստելու։ Այո, բանոնց, այսօր պարֆյումերը դու ես, ես քո օգնական եմ։ Նայ մագաջան, sense բան Ֆրանսիայում կա, տուրիստներ գալի նստում են, պարֆյումերը օգնում են, անձրով դուխի են սարքում, մտե գումարվես, գումարով չեմ ամ, էսի մենակ յուրահատուկ մարդկանց համար է, այսօր այդ լավ յուրահատուկ մարդը դու ես։ Դուխիների մեջ կա 3 ակորդ, գլուխ, սիրտ եւ բազա։ Կոնյակի մեջ էլ է տենց։ Առաջ հոտով քաշում ես դա գլուխն է, սիրտը 10 րոպե հետո որ զգում ես դա է, բազան է վերջինն է որ ստոյկությունը հետո զգում ես։ Հիմա այդտենց գնում ենք։ Մեկ օր կոնյակի գործարան գնում ես, այս խոսակցություն կա, որ ամեն տարի կոնյակը որ բոշկաներից ցնդում է, ասում են դա դոլի անգելով 10%, ասում են դա հրեշտակների փայն է, այդտենց սիրում պատմում են, փառկասոյին բիզնեսը նորմալ գնում է, ես էլ ունեմ իմ հրեշտակների փայ, ես էլ իմ հրեշտակը դու ես։ Շնորհակալ եմ Գևորգ ջան։ Ես քեզ հիմա դուխին է տալիս եմ, կուզես միկրոֆոնը կանենք անդեմ իդեմ որ քեզ չխանգարի, դուխին տալիս։ Հոգինեն եմ։ Հիմա 10 հատից 3 հատ ընտրես։ Եսի քեզի կոնֆե, որ հոտառությունը բան չանի, այսօր ես քո օգնական եմ։ Սա էսկես sense մի որը դու կգա կդնես ենքոն, որը չէ ենքոն։ 3 հատ կինտրես տանից, հանգիստ արա։ Դու կտենաս ինչ հոտ ես ստանալը դու այսօր։ Կյանքում ես դուխի ունեցած չլինի, չես ասում ես։ Լավն է։ Դժվար է, բոլորն էլ լավն են։ Դժվար է, բա գիտես ինձ հեշտ է։ Սա չէ։ Մի քիչ հարցական է դեռ թող։ Հա, դրան քիչ ինտենս, որը բանա, հետո կընտրես էֆեկտը դրա մեջ է։ Շատ սուրեր ինձ համար։ Հիմա էսի արդեն 3 հատ ընտրեցիր, էսի գլուխը գնաց։ Հիմա նույնը առնում ենք սիրտը 3 հատ լիստուց։ Հիմա այս 3 հատն ընտրում ես ու ընդհանուր փունջը արդեն հավաքած ենք անում։ Ոչ թափենք։ Գնալով դժվարանում է։ Ոչինչ, 3 հատ տանջակը բրցնում է։ Այո։ Հետաքրքիր է։ Հիմա էլի հոտերը քաշում ես, որը դուրս շատ է գալի, դա 40 կաթիլ է ստանում, որը միջին 30-35։ 1 2 Այդտենց հավեսով արա։ Դե արդեն խառնում է։ Դուք ներկա մարտի օգտագործում եք, որ արդեն ասում չեն գզում։ Սա ինձ դուր եկավ շատ։ Մագաջան ասեն կախարդական նյութնա, ֆերամոնը սա, 10 կաթիլը չի կա, թե դու չես ասնի։ Քեզ вообще պիտի հակառակը տան, որ բան չի։ Ասա տա։ 7 8 9 Սպասեք, մեկ կատլելոն է։ Մի կաթիլ եմ կոմից լավ։ 10 10-ին 10 ավելացնում եք, ոչ թե կաթիլ, այլ միլի, 20-ի վրա կայնացնում եք, սա բացելիքն է իրա, որ բացվի դուխի դառնա, լավ։ Նայ նոր։ Ինչքան է լավ։ Շատ եղավ։ Չի։ Անտեսին այսքան է։ Պակասա 20 չկա։ Շո լավ։ 20, հա։ Ընդհանուր 20 միլի փաստորեն։ Որ չեն քաշում, դա արդեն թանգարժեք գլխի է, դիվրեն։ Ոս կնոկե սխմի վերև։ Всё, մագա ավտոդուխին գնաց։ Չիտակ։ Սա ինչ արես, ասի սովետական ապրանքն է, այսեսը, սա ինչ արեցինք։ Ինչ հետո տունը խաղում ես, կարաս արդեն անջատել ես։ Հիմա մինչև վերջի կաթիլը լցում ես թե, բայց մեջի մագնիսը նայ չեն գնի։ Ոչ մի կաթիլ չեմ ուզում թողնել։ Հա, ոնց, այդքան տանջվել ես։ Всё, դուրին ձեռնտի կպնի։ Հիմա նայ մագաջան, ամեն օր կխառնես, կդնես մութ տեղ։ 15 օր հետո վերջնական հոտը փոխել է, օրինակի նման ինքը պիտի հանգստանա։ Ստեյք ցանես, մեկը շորերը չի կարի, բայց վերջում քեզ մի քիչ հիշատա կպայս։ Հիմա ձեռքը դուր, այս տեմ անում էլի միշտ։ Մատեք, հեսա դու կտենաս ու հելնես դուրս արդեն ինքը ուշ դեմի դուպը։ Հիմա նայ, ես չեմ կարող սարքել։ Քեզ սերտիֆիկատ եմ տալի։ Դառնում ես մագա ավտո, համել պարֆյումեր։ Իմ անհարգան գրում ես, ով ամսաթիվը ես ստորագրում եմ քեզ։
Ներկայացնեմ մեր գործընկերոջը, Մագավտոյի գործընկերն է Մոսեսկո ընկերությունը, որը Հայաստանում հանդիսանում է մի շարք հանրահայտ ավտոյուղերի պաշտոնական ներկայացուցիչը։ Ես բերել եմ ձեր մեքենայի համար Տակայամա յուղը։ Մագաջան շատ շնորհակալություն յուղի համար։ Քանի տարի մենք սա ենք օգտագործում, բայց չգիտեի որ ձեր գործընկերն է ու իմ ընկերները բոլորն էլ սա են օգտագործում, շատ գոհ ենք։ Մերսի շատ շնորհակալ եմ։ Իսկապես որակյալ յուղ է, երթևեկեք անվտանգ։ Շատ մերսի Մագաջան, շնորհակալ ենք ձեզանից շատ։ Մագաջան, ոնց որ դուք եք ինձ նվեր բերել, ես էլ ձեզ եմ ուզում նվիրեմ։ Էս իմ ամենասիրած դուխին է, էս իմ 27 համարի ֆերանով դուխին է, որ գժում է սա։ Դու ես հոտը անձամ գիտես շուտվանից։ Այո։ Էսի արել եմ, բայց դες ինչ հետաքրքիր բան է։ Էսի քո անով եմ արել, Մագա ավտո, էսի սրտանց քեզ նվիրում եմ։ Անչափ շնորհակալ եմ։ Սենց, էսի հոտը դու շատ լավ գիտես։ Էսի դեն իհարկե քեզ եմ նվիրում, էսի բայց իշատա կպահես, էսի ամենաուժեղն է, բայց ունես ավենա, էսի ամենան, էլի։ Էսի իմ ամենագլուխ գործոց դուխիներն են։ Հիմա ես քեզ սիրում եմ, քեզ շատ սիրում եմ։ Բացում ես տեղ, հիմա նա ինչա գրված, Մագա ավտո։ Էսի կտանես կպայես։ Ստեղ իմ խոսքեր իմ ստորագրությունով, էսի քո անունով դուխի։ Էսի սրտանց հարգելով քեզ, էսի կտանես քեզ պլայս հիշատակ։ Անչափ շնորհակալ եմ։ Մենք քեզանից ենք շատ շնորհակալ Մագաջան, ունի լավ բաներ։ Ո սերտիֆիկատը դիպլոմների հետ կդես, դու լիքը դիպլոմ եք ունենաս, կասկածես արդեն ես պարֆյումեր եմ։ Ազա դուխիներով ես զբաղվում արդեն։ Գևորգ ջան, շնորհակալ եմ եւ տպավորված։ Ինձ համար մեծ պատիվ է։ Ես քեզնով հպարտանում եմ եւ կարծում արդեն ոչ միայն ես, հպարտ եմ որ դու իմ լավ ընկերն ես նաեւ։ Ես ուզում եմ քեզ մաղթել ստեղծագործական հաջողություններ։ Ապրեք, շնորհակալ եմ, ձեզ լիքը լավ բաներ։